Երկրի վարկանիշը վնասող հերթական ապօրինությունը գրում է փաստաբան Արա Զոհրաբյանն ու մանրամասնում։ Ինչպես գիտեք, համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II-ը մահացել է, վրաց եկեղեցուց ստացվել է հրավեր համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության Սուրբ Արարողությանը ներկա գտնվելու եւ մասնակցելու աստվածային Սուրբ Պատարագին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 22-ին։ Եղբայրական ժողովրդի այս մեծագույն վշտի պահին պատշաճ էր, որ ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցի տեղի ունենալիք եկեղեցական Սուրբ Արարողություններին։ Վերոնշյալով պայմանավորված անհրաժեշտություն էր առաջացել ամենայն հայոց կաթողիկոսին թույլատրել մի քանի օրով մեկնելու Հայաստանի Հանրապետությունից դուրս Վրաստանի Հանրապետություն։ Այս կապակցությամբ միջնորդություն էր ներկայացվել քննիչին, այսօր ստացա քննիչի որոշումը միջնորդությունը մերժելու վերաբերյալ ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու, գրել է նա։ Վերջին օրերին մեծ աղմուկ հանած դեպքի խորթմոր ծեծի հետևանքով հիվանդանոցում հայտնված 1 տարեկան 2 ամսական երեխան մահացել է, այս մասին հայտնում են ԶԼՄ-ները, վկայակոչելով Արաբկիր ԲԿ-ի հաղորդած տեղեկությունները։ Օրեր շարունակ երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Մարտի 16-ին հայտնել էինք, որ կեսգիշերն անց կլինիկական ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել էին վերականգնել սրտի աշխատանքը, սակայն երեխան գտնվում էր ծանր վիճակում։ Այսօր նա մահացել է։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այսօր էլ Գեղարքունիքի մարզում են, Վարդենիսում, ուղիղ եթերում քաղաքացին մոտենում է Փաշինյանին ու բողոքում. Բարև ձեզ լավ եք։ Գիտի, Թուրքիայի պոստը։ Հա։ Այդ միղդաշտից։ Մի 200 մետր հեռու։ Իրեք տարի չենք մշակել։ Բարև ձեզ, վախի չեք մշակել։ Մի վախեցեք մշակել։ Հիմա խաղաղություն։ Շատ դերես, եթե գնուեք բերե, ես ցավը տամ։ Բարև ձեզ։ Բա ինչ անենք, ինչ եք ուզ բարև ձեզ, եղբայր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմա եք բերե, ես ցավը տամ։ Վարանքից ցանենք։ Հիմա 3 տարի վեր չենք մշակել։ Հա։ Հարցն խիեն ուզում 3 տարի։ Ինչի վարձը։ Դե գույքի հարկա։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 20-ին Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել եւ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևան քաղաքում հաշվառված 33-ամյա մի տղամարդու։ Նա հունվարի 7-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով։ Խափանման միջոցը կալանք, տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Եվրամիությունը կարող է հետաձգել ռուսական նավթից հրաժարվելու որոշումը Մերձավոր Արևելքից մատակարարման խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման պատճառով, այս մասին գրում է Bloomberg-ը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական միության դիրքորոշումը ռուսական նավթից հրաժարվելու վերաբերյալ անվանել է խելագարություն ու ասել, որ Եվրոպան չի գոյատևի առանց դրա, հաղորդում է Telex-ը մարտի 20-ին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի նիստից հետո։ Օրբանը նշել է, որ Եմեն անպայման կարիք ունի ռուսական նավթի, իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեմին։